Արտաշատում 2024 թվականի նոյեմբերի 8-ի երեկոյան տեղի ունեցած ողբերգական միջադեպը, որը ցնցեց ողջ համայնքը, շարունակում է մնալ իրավապահների եւ հանրության ուշադրության կենտրոնում։ Հիշեցնենք, միջադեպի հետևանքով զոհվել էր 46-ամյա Արտակ Մաթևոսյանը, իսկ 15-ամյա Ռուբեն Ռուբենյանի կյանքը հիվանդանոցում փրկել չէր հաջողվել։ Դեպքը սկսել էր անչափահասների միջև առաջացած վեճից, որն աստիճանաբար վերածվել էր ծեծկռտուքի եւ փոխհրաձգության։ Իրենց տան հարևանի տեսագրությունը ֆիքսել է, թե ինչպես են իրենք ագրեսիվ տրամադրված գալիս ու հետ չեն գնում տնից, որ զենք վերցնեն, արդեն վերցրած են գալիս։ Ուղղակի արդեն պատրաստված գալիս են ու սկսում են մի քանի տեղերից կրակել մեր ուղությամբ։ Ուղիղ 8:34 րոպե։ Ես այնտեղից տեսնում եմ, որ այնտեղից ոնց են գալիս մեքենաները։ Իսկ ինչ հետ մեքենաները այստեղ եկել են, ամբողջ տարածքը ֆիքսել են, որտեղից են նկարահանվում, բոլորը իրենք մանրազնին ուսումնասիրել են։ Կռիվ է գնում 20 վայրկյան, տեսանյութով նայեք, պահեք ժամը 20 վայրկյան, մի հատ Արտակ աղբերս խփում այդ լոգոյին, որ մեծ է խոսում, լավ եմ արի, արա ոնց ես լավ արի, ու հավի ջուջա չի, խես երեխուն ծեծե, կամ գնացեք կանց խիա, քո տղան խփե, քո գլխից թռե խփե։ Փաստորեն իրանք բացարձակ մեղք չունեն։ Իրանք մի 40 հոգով անցնում էին Գրիգորի տան մոտով, հա, որոշեցին մտնեն տուն բարևեն, բարև տալու ձևները չգիտեին, խփեցին մարդու գլխի։ Հետո այդ մարդու գլխի վրա առաջանում է լուրջ տրավմա, հետո այդ մարդու մարմնի վրա առաջանում է առնվազն 3 հրազենային վնասված, այդ ընթացքում են մյուս անկյունում 3 հոգով սպանում են այս մարդու երեխուն իր տանը, ու սենց անմեղ դեմքով դες սպանել են